Ի սկզբանե ցույցերը որոշակիորեն կառավարելի էին, բայց իրենք նաև աչքի էին ընկնում ռադիկալիզմով ու հատկապես երկրի արևմտյան շրջաններում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, բայց դրանք ընդգրկվել են նաև ընդլայնվել են նաև երկրի այլ շրջաններում ու այսպես չպետք է զուտ բացառապես շեշտը դնենք քրդական գործոնի վրա, այո, դա այնտեղ ամենաակտիվն է, բայց միակ վայրը չէ։ Այսպես, բայց վերջին օրերին, մասնավորապես հունվարի 6-ից սկսած, այսպես յուրաքանչյուր օր գրանցվում են նոր պիկ ցույցերի ու երեկվա այդ ուժգնությունը պատճառ հանդիսացավ, որ Իրանի իշխանությունները ի վերջո անջատեն ինտերնետը։ Ցույցերի դեպքում ի սկզբանե իշխանությունները այսպես որոշակի մեղմ մոտեցում էին դրսևորում թե հեռուստատեսության եւ թե ցույցերը ցրելու հարցում, բայց հիմա արդեն երբ նման ուժգնություն դրսևորվեց, միանգամից անջատեցին ինտերնետը ու արդեն դրանից հետո մեզ հայտնի չի թե ինչ իրավիճակ է, արդյոք կարողացել են ճնշել կամ արդյոք դրանք հաջորդի նորից նմանատիպ պիկ այսօր թե ոչ, արդեն դժվար է ասել, բայց փաստ է, որ իշխանությունները արդեն ներգրավելու են նոր ուժեր, այսինքն միայն ոստիկանական ուժերը այլևս չեն բավարարելու ցույցերի ճնշման համար։ Կա, որ հենց այդ ցույցերը ուղղորդվում են արևմուտքի կողմից, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ իրենք ուշիուշով հետևում են Իրանում կատարվող իրադարձություններին եւ եթե հանկարծ Իրանի իշխանությունները որևէ ազդեցություն ունենան ցուցարարներին կամ ինչ-որ բռնի ուժ կիրառեն ցույցը ցրելու համար, ապա ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա։ Ուղիղ սպառնալիք հնչեց, ինչ է կարծում այս մասով, հա, արդյոք արևմուտքի կողմից ուղղորդվում են այս ցույցերը եւ Թրամփի հայտարարությունը ինչպես կբնութագրեք։ Թրամփը արդեն 3 անգամ է սպառնացել, այսինքն դեռ անկախ նրանից այդ ցույցերը ինչ ծավալով էին ընթանում, կար այդ սպառնալիքները, ինչը խոսում է, որ արտաքին դերակատարները պարզապես միշտ սպասում են հարմար առիթի Իրանի իշխանությունների դեմ ցանկացած գործողությունների աջակցելու եւ Իրանի իշխանությունների հեռացմանը հասնելու համար ու հետեւաբար այստեղ մեզ համար զուտ առաջնային հարցը լինելու է այն, թե արդյոք նահանգները իսկապես Իրանին հարված կհասցնի, թե չէ, որովհետեւ այդ ուղղորդումները քարոզչական աջակցությունը դրանք եղել են եւ շարունակելու են լինել, ընդ որում օրինակ Իսրայելի կողմից էլ կարող է քրդաբնակ շրջաններում որոշակի ակտիվություն լինի եւ աջակցություն լինի թեպուս զենքերի օրինակ աջակցման տեսանկյունից, բայց այստեղ գլխավոր հարցը մնում է այն, թե Միացյալ Նահանգները ինչ-որ հարձակում կգործի թե չէ, ու արդյոք այդ հարձակումը ինչ է Իրանից ենթադրել։ Շատ լայն հասկացություն է Թրամփի ասածը, երբ ասում է ծանր հարված կհասցնենք, ինչ է դա ենթադրելու, այդ հարվածը ում է ուղղված լինելու, անձերի թե ինչ-որ ենթակառուցվածքների, դա ամեն ինչը շատ անհասկանալի ու վերացական է, ու միայն դրա իրագործման դեպքում արդեն հնարավոր կլինի պատկերացնել, թե ինչ է սպասվում, ընդ որում այդ դեպքում էլ դժվար է պատկերացնել, որտեղ ցանկացած սցենար հավանական է, որտեղ զուտ հարվածը մի բան է, դրանից հետո հաջորդող գործողությունները մեկ այլ բան են, արդյոք միայն օրինակ հարվածով է սահմանափակվում ու էլի կրկնեմ կախված նրանից թե այդ հարվածն ինչ ձևաչափով է լինելու, թե հաջորդի գործողություններ էլ է ձեռնարկելու։ Անդրադառնանք Իրանի արտաքին քաղաքականությանը, հա, վերջին շրջանում ականատես ենք լինում, որ Իրանը դեսպաններ նշանակելիս կարևոր վայրերում, որտեղ ինքը նշում է իր կարմիր գծերի մասին, դեսպաններ նշանակում է ոչ այդքան փորձառու դիվանագետներ։ Սա ինչի մասին է վկայում։ Ենթադրում եմ խոսքը Հայաստանի մասին է տվյալ դեպքում։ Նոր դեսպանը ունի դիվանագիտական անցյալ, ընդհանուր միջև օրինակ Չինաստանում է դիվանագիտական ծառայություն անցել, իրանական այսպես արտաքին գործերի նախարարության ամենամեծ ու առաջատար think tank-ի փոխնախագահ է եղել ու այն որ նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում, դեռ ցույց չէ նրա, որ անփորձ դիվանագետ է կամ դրանով Իրանը քիչ կարևորություն է հաղորդում Հայաստանին, ընդհակառակը 20 թվականի պատերազմից հետո այդ կարևորությունը Հայաստանի Իրանի համար մեծացել է ու դա դրսևորվել է մի շարք ոլորտներում ու բոլոր առումներով ու չեմ կարծում թե Իրանը ինչ որ մտադրություն ունի թույլատրել այստեղ իր ներկայությունը, ասեմ կամ ազդեցությունը, ընդհակառակը շահագրգռված է, որ ավելի շատ ազդեցություն ունենա